Շշո բաղնիքում հավաքում ենք, ինը վերիվ ջուրը։ Բյուրեղավանցիները արդեն 2 ամիս է կենցաղային գործերի եւ լոգանքի համար տառաներով հավաքած ջուր են օգտագործում։ Օրական ջուր են ստանում միայն 1-2 ժամով, այն էլ ոչ հստակ գրաֆիկով։ 21-րդ դարում երևի միայն Աֆրիկայում այսպիսի վիճակ։ Ընդամենը 1-2 ժամով են տալիս ցերեկը ջուր ու շատ հաճախ չենք էլ տանը չենք էլ լինում այդ ժամին, չենք իմանում, կոնկրետ ժամ չկա, որ իմանանք գոնե այդ ժամին տանը լինենք ու տան գործերը հասցնենք։ Հավասարվել ենք Աֆրիկային, հետամնաց երկրներին։ Ես 3 ժամը 8-ին եմ տուն եկել երեկոյան ու կարծում էի գոնե այդ ժամին ջուր կլինի, 8-ին ջուր չկար։ Լոգանքի եւ մյուս հարցերի համար դույլերով հավաքած ջուր, խմելու համար խանութից գնված։ Արդեն մի քանի ամիս է բյուրեղավանցիները ծորակից եկող ջուրը խմել վախենում են։ Թունավորումների մի քանի ալիքներից հետո ստիպված են խմելու ջուրը գնել։ Այս խանութում օրինակ օրական մոտ 105 լիտրանոց շշերով ջուր են վաճառում։ Բյուրեղավանցիները ասում են, միջինը մոտ 2000 դրամ են օրական ծախսում խմելու ջրի վրա։ Ես թոշակառուկին եմ, թոշակ եմ ստամ, ինչքան ջուր առնեմ։ Ջուր առնեմ լողանամ, ջուր առնեմ լվացք կանեմ, ջուր առնեմ խմեմ։ Բյուրեղավանցիները չեն հասկանում, թե ինչու պետք է իրենք նման խնդիր ունենան, եթե հարևանությամբ գտնվող Նուրնուսում ջրի խնդիր չկա։ Իրենք էլ ստիպված Նուրնուսի այս աղբյուրից հոսող ջուրն են շշերով տուն հասցնում։ Ամբողջ ջուրը ձորն է լցվում, պատով թափվում է, այո, ու մնացածն էլ իրենց բասեիններն են լցնում մեր խմելու ջրով, որ հանգստյան գոտիներ ա տան մարդիկ հանգստանը, հասկացանք իրանք հանգստան, մենք ինչով ենք մեղավոր, իրանց տեղ հանվճարենք, համել ջուր չունենանք։ Ով է խնդրի պատասխանատուն եւ որն է լուծումը։ Բյուրեղավանի բնակիչները բոլոր հնարավոր դռները ծեծել են։ Ասում են, Վիոլա ջրից ուղղորդում են համայնքապետարան ու հակառակը։ Համայնքապետարանում որևէ պաշտոնյայի հետ խոսել մեզ չհաջողվեց։ Վիոլա ջրից մեզ խոստացան պատասխանել միայն գրավոր հարցումից հետո։ Բյուրեղավանում աղիքային վարակների բռնկումներով քննչական կոմիտեում 2 վարույթ է քննվում անվտանգության պահանջներին չհամապատասխանող արտադրանք իրացնելու, ծառայություններ մատուցելու հիմքերով։ Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնը վերջին վարակի բռնկման ժամանակ ջրից նմուշարումներում կոլիֆորմ մանրեներ էր հայտնաբերել, ինչը նշանակում է, որ հնարավոր է խմելու ջրին կոյուղաջրեր են խառնվում։ Վարույթով որևէ անձի կամ կազմակերպության նկատմամբ հետապնդում հարուցված չէ։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վերջին մամուլի ասուլիսում արդարացնում էր տեղի ունեցածը հայտարարելով, որ խողովակները մաշված են։